քաղաքապետ մեծածավալ ծառատունկ է իրականացվում եւ նման մեծ տարածքներում կանաչապատումը վերջին տարիներին արդեն ծրագրային է դարձել, ինչ կասեք։ Այսօր մենք Նորքի 5-րդ զանգվածի եկեղեցու ստորին հատվածում մոտ 6 հեկտար տարածքի վրա իրականացնում ենք 1300 ծառերի տունք, ինչպես նաև 200 մշտադալար թփեր ենք տնկում։ Այս հատվածում նաև իրականացրել էինք վերականգնողական բարեկարգման աշխատանքներ, ստացել ենք այս կասկադը եւ շատ շուտով այստեղ շատ գեղեցիկ եւ կանաչ տարածք ենք ստանալու։ Վերջին տարիների ընթացքում, վերջին 3 տարվա ընթացքում բացի այս 6 հեկտարից մոտավորապես 48 հեկտար տարածքի վրա մենք տնկել ենք 20,000 ծառեր եւ այս աշխատանքները մենք ուզում ենք ծավալները էլ ավելի մեծացնել եւ ամենամեծ մեր ծրագիրը, որ հաջորդը պլանավորում ենք մոտավորապես 250 հեկտար տարածքի վրա Դալմայի այգիներում անտառի վերականգնման աշխատանքներն են լինելու։ Ռոռոկման հետ կապված կառուցվել է ռոռոկման համակարգ։ Բոլոր հատվածներում, որտեղ քաղաքապետարանը իրականացնում է ծառատունք, նախորոք իրականացվում են ռոռոկման համակարգի ներդրումը, որովհետև փորձը ցույց է տվել նախկին վատ փորձը, որ առանց այդ ռոռոկման համակարգի ներդրման ծառերի կպչողականությունը շատ ցածր է լինում եւ այդ իսկ պատճառով բոլոր այն ծրագրերը, որ վերջին 3 տարվա ընթացքում Երևանի քաղաքապետարանը իրականացրել է, բոլորը զուգորդվել են նաեւ ռոռոկման համակարգի ներդրմամբ եւ գրեթե այդ պատճառով նաեւ ունենք մոտավորապես 95% կպչողականություն։ Պարոն Ավինյան, խոսակցություններ կան, որ վերջերս որոշ ժամանակ առաջ ձեր հոր անունով Սագուրայի մեծականակ տնկիներ են Հայաստան ներկրվել։ Ինչպես եք արձագանքում այդ խոսակցություններին։ Գիտեք, այդ խոսակցությունը հենց նոր ինձ թվում է դուք ինքներդ ստեղծեցիք, այդպես խոսակցություններ։ Ցանցերում քննարկվում է։ Գիտեք, այդ ցանցերում ինչ ասես կարող եք քննարկել, ինչ որ մեկը կարող է ստեղծել այդ խոսակցությունը, հետո դուք գաք ինձ այդ հարցը տակ, բայց դատարկությունը ինչ մեկնաբան։ Շատ լավ է, որ ծառատունկ եք անում, բայց չկան արդյոք Երևանում այնպիսի հատվածներ, որտեղ առանց այդտեղի ծառերը հատելու անեք այդ ծառատունկը, որովհետև ընդամենը 2 շաբաթ առաջ այստեղ այս լանջին մեծ հաստաբուն ծառեր կային, որոնք հատվել են։ Այս հատվածում 23-4 ծառ է հատվել ընդամենը, այս տարածքում, նախկինում այո, այս հատվածում եղել են ծառեր, բայց ժամանակի ընթացքում այդ ծառերը կամաց ռոռոկման համակարգի բացակայության պատճառով, տարբեր պատճառներով չորացել են եւ վերջին անգամ այստեղ, որ աշխատանքները իրականացրեն զբուն կանաչապատման հողակը, ընդամենը 23 չորացված ծառ է հեռացրել, իսկ այսօր մենք տնկում ենք 1300 ծառ եւ 200 մշտադալար թուփ։ Տեսչական մարմինը եկել այստեղ ստուգումներ է արել, մենք շրջել ենք, հաշվել ենք, 23-ից ավելի ծառեր են եղել, որտեղ որ կա կնիքը տեսչական մարմնի։ Գիտեք, ես կարող եմ ասել այն ինչ որ մեր հողակն է իրականացրել եւ մեր հողակի իրականացրած աշխատանքների մասին արդեն ասացի։ Օղակաձև այգում կամ մյուս այգիներում, պարոն Ավինյան, շրջում եք, տեսնում եք, որ այնտեղ կան բնաբաժակներ, այսինքն դատարկ հատվածներ, որտեղ չեն տնկվում ծառերը, ինչու նախ դա չի լինում ձեզ համար առաջնահերթությունը։ Դրանք բոլորը մեզ համար առաջնահերթություն են եւ ձեր մատնանշած այգում գրեթե բոլոր բնաբաժակներում արդեն իսկ տնկված են ծառեր։ Պարոն Ավինյան, իսկ կարող է ազդեցություն ունենալ օրինակ օդի աղտոտվածության նկատմամբ եւ կլիմայի փոփոխության հետ կապված։ Օդի աղտոտվածության խնդիրը մեր մոտ տասնամյակների խնդիր է։ Մենք սկսել ենք խոսել օդի աղտոտվածության խնդրի շուրջ, որովհետև փաստացի ունենք սարքավորումներ, որոնք որ ցույց են տալիս, որ ձմեռային ամիսներին օդի աղտոտվածության մակարդակը նորմայից էականորեն շեղվում է, բայց դա չի վերաբերում Երևանին միայն, ամբողջ Արարատյան այս տարածաշրջանը ունի այդ ժամանակահատվածում այդ խնդիրը եւ քաղաքապետարանը ունի իր քառամյա ծրագիրը այդ խնդրի լուծման մեղման ուղղությամբ հիմնական գործիքակազմը իհարկե վերաբերում է մշտադալար ծառերին, որոնք որ նույնպես ձմեռային ամիսներին որոշ չափով օդի աղտոտվածության խնդիրը իրենց վրա լուծելու խնդիրը իրենց վրա են վերցնում, բայց նաև այդ ծրագրում տարատեսակ այլ միջոցառումներ, որոնք վերաբերում են, այսպես ասած, առանց կատալիզատորների ավտոմեքենաների շահագործմանը, էական աղտոտվածություն ապահովող գործարաններին են վերաբերում եւ այդպես շարունակ
քառամյա ծրագիրը Արգելվելու են կատալիզատորները ապագայում։ բոլոր, գիտեք, ինչ որ մի փուլում ես կարծում եմ նաև Հայաստանի Հանրապետության պարտավորություններից է բխելու, որովհետև մենք էլ անդամ ենք տարբեր կանաչ նախաձեռնությունների, այսինքն մենք էլ ստիպված չէ, իրականում մեր առողջության մասին մտածելով այդ սահմանափակումները մտցնելու ենք։ Պարոն Ավինյան, ձեզ մեղադրում են մայրաքաղաքում առողջ ծառերի սպանդ իրականացնելու եւ փոխարենը Հայաստանի կլիմային ոչ համապատասխան ծառեր տնկելու մեջ։ Այդ մեղադրանքներին ինչպես եք արձագանքում։ Գիտեք, ինստագրամյան, այսպես ասած, ռիլերից հուզվող երիտասարդներին, ովքեր որ շատ հազվադեպ են ունեցել ծառի, ծաղիկի, հողի հետ աշխատանք եւ գիտեք, ես լսում եմ գիտնականներին, ոլորտի գիտնականները միաձայն հաստատում են այն ծրագրերը, որ իրականացնում է քաղաքապետարանը։ Քաղաքապետարանը վերջին 3 տարվա ընթացքում այս հատվածը միասին վերցրած արդեն իսկ 54 հեկտար կանաչապատ տարածք է ստեղծել Երևան քաղաքում։ 54 հեկտար։ Եվ ես խնդրում եմ, ասեք վերջին 20 տարում որտեղ է Երևան քաղաքում 54 հեկտար կանաչապատ տարածք ստեղծվել ոռոգման համակարգով։ Եվ այդ հուզաճմլիկ բաներից, վիդեոներից զատ իրականությունը կարծում եմ մի փոքր այլ է։ Տնկելը մի բան է, բայց հետևել թե դրանք կպչեցին, ինչ եղան, այլ բան։ Դուք Շատ օրինակ ճիշտ եք հետևում ասում։ եք։ Տնկելը մի բան է, ոռոգման համակարգը ի սկզբանե ներդնելը մեկ այլ բան է, եւ նախկինում բոլոր այդ տնկված եւ չորացած ծառերը, որոնք որ նաեւ իրականացվել են քաղաքապետարանի նախկին որոշ պաշտոնյաների կողմից, ովքեր որ հիմա շատ ակտիվ խոսում են այս ծրագրերի մասին, քննադատում են մեզ, հասկանում եմ, թե ինչքան ցավ են ապրում, երբ որ իրենց արած աշխատանքը չի ստացվի, իսկ այս աշխատանքի արդյունքում 95% ծառերը կպնում են։